Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել 3 կետի վրա։ Նախ ուզում եմ դուք էլ ինքներդ հարցնեք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ինչ սոցիոլոգիական հարցումներ է ստանում, ինչպիսին է նրա մոտ պատկերը, որ որոշել է այս շրջանից սկսած սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով, ինչքան վատ պիտի լինի որևէ քաղաքական ուժի վիճակ, որ դիմի նման ծայրահեղ քայլի, որովհետև այո, սեփական ժողովրդին պատերազմով սպառնալը ծայրահեղ քայլ է։ Երկրորդը, որ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, այն է, որ մեզ արդեն տևական ժամանակ է ասում են, որ Հայաստանում առկա է հիբրիդային սպառնալիք, որ ընտրություններից առաջ այդ սպառնալիքը սրվում է միայն, անգամ արտաքին հետախուզական ծառայությունը իր զեկույցում անդրադառնալուց բացի մի առանձին հայտարարությամբ հանդես եկավ, նշեց, որ բացահայտվել է կոնկրետ երկրի հատուկ ծառայության միջամտության դեպք։ Ես պարզ հարց ունեմ մեր ինքնիշխաններին, ճակերտավոր ինքնիշխաններին, եթե տենց կոնկրետ դեպքեր են բացահայտվել, եթե այդքան կոնկրետ տեղեկություններ ունեք, ինքնիշխաններ, ինչու խնդիր է, որ կաշկանդված եք տալ այն պետության անունը, որը մեր համար ներկայացնում է այդ սպառնալիքը, ինչպես կարող է ինքնիշխանությունը ունենալ սահմանափակում, ինչից եք վախենում ընդհանրապես, ինչ կաշկանդում ունեք, դա հենց ինքնիշխանության սահմանափակում չէ արդյոք, որ դուք նկարագրում եք սպառնալիք, չափազանց կոնկրետությամբ, բայց կաշկանդված եք ասել, որ երկրից է գալիս այդ սպառնալիքը, ինձ գուցե չեք ասում, որ գնաք Բրյուսել, մի բան ասեք, գնաք Մոսկվա, մեկ այլ բան ասեք։ Սա երկրորդ դրվագը եւ երրորդ դրվագը, որի վրա ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել, դուք այս վերջին ամիսներին հատկապես ականատես եք եղել, թե ինչպես են էլի փորձում մեր ուժի նկատմամբ, ինչ են ասում են Հայաստան խմբակցությունը գալու է եւ Գյումրի 2 սցենարի է իրականացնելու։ Սպառնում են Գյումրի 2-ում, չնայած Գյումրի 2-ում Գյումրիում որևէ հակաօրինական բան տեղի չի ունեցել եւ ինչ տեղի է ունեցել, դա օրինականության, քաղաքականության շրջանակներում ավելի ԿՓ-ն չի բողոքարկել Գյումրիի ընտրության արդյունքները, բայց հաջորդ նախադասությամբ ասում են Հայաստան խմբակցությունը ՇՄ հաղթահարելու շանս չունի։ Ես հորդոր եմ դիմում, կոչով եմ դիմում, կողմնորոշվեք վերջը, մենք ՇՄ չենք հաղթահարելու, թե գալու ենք Գյումրի 2 ենք անելու, այս երկու հայտարարությունները իրար հակասում են, ճիշտ այնպես, ինչպես հակասում են ձեր հայտարարությունները խաղաղության մասին ու այն մասին, որ Ալիևը մեր դեմ պատերազմի է պատրաստվում։